Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» սերիալն իր վերջին փուլում է լարված, անկանխատեսելի ու լի բացահայտումներով։ Յուրաքանչյուր կերպար իր կյանքի բեկումնային կետում է։ Սյուժետային զարգացումները հասցնում են իրենց դրամատիկ գագաթնակետին։ Սարոյանի տարօրինակ վարքագիծը վերջապես բացահայտվում է, շատերը մտածում էին, թե նա փորձում է խուսափել պատասխանատվությունից, բայց իրականում նրա առողջական խնդիրները խորանում են։ Սարոյանն արդեն հոգեպես կոտրված է մեղքի զգացումից, ծանր որոշումներից ու կորստի ցավից։ Նա գիտակցում է, որ երկրից հեռանալը միակ ելքն է թե' իր, թե' ընտանիքի հանգստության համար, բայց գնալուց առաջ նրա անավարտ գործերը դեռ մնացել են։ Էլկան, ի տարբերություն նախորդ սերիալների, այժմ ուժեղ է, վճռական ու անկասելի։ Նա այլևս միայն աղջիկ չէ, որը պարզապես հետևում էր իր սիրո պատմությանը, այժմ նա վերածվել է իրական կնոջ, որը գիտի երբ խոսել, երբ լռել և ինչի համար պայքարել։ Նրա ներսում փոթորիկ է մի կողմից դեռ չմարած սերը Արմանի հանդեպ, մյուս կողմից հոր մահվան կորստի անտանելի ցավը։ Դատարանի դահլիճը դառնում է ճշմարտության վերջին թատերաբեմը։ Երբ Էլկան ներս է մտնում, Արմանը կարծես սառչում է տեղում։ Նա երբեք չէր սպասի, որ Էլկան կհանդիպի նրան հենց այդ պահին, այդ վայրում։ Էլկայի ներկայությունը կարող է ամեն ինչ փոխել։ Կշիռը մեծ է, արդյոք նա կխոսի Արմանի դեմ, ինչպես ենթադրում են շատերը, թե վերջապես կվերագտնի իր սրտի խորքում պահած հավատը նրա անմեղության հանդեպ։ Մյուս կողմից Ռեբեկայի վերաբերմունքը Արմանի հանդեպ օրեցօր մթնում է։ Նա չի մոռացել Վահեին իր կյանքի սիրուն և վստահ է, որ նրա հայրը մեծ կապ ունի Վահեի մահվան մեջ, բայց միևնույն ժամանակ Արմանն էլ մեծ կապ ունի հոր մահվան հետ։ Նա վիրավորված է և հոգեպես հյուծված։ Ռեբեկան գուցե փորձի անել ամեն ինչ Արմանին ոչ միայն հեռու պահելու իր ընտանիքից, այլև կործանելու, բայց Արամը, որն ավելի վաղ է մտնում նրա կյանքի մեջ, կարող է դառնալ միջնորդ մեղմելու Ռեբեկայի ցասումը։ Գոռն, ինչպես միշտ, Արմանի կողքին է, նրա հավատարիմ ընկերն ու աջակիցը, բայց նույնիսկ այստեղ վստահությունը երբեմն կասկածի է ենթարկվում։ Արմանի շուրջ ամեն բան մշուշոտ է, հնարավոր է, որ նրա շուրջը կան մարդիկ, ովքեր պատրաստ են դավաճանել, բայց նաև այնպիսիք, ովքեր պատրաստ են կյանք տալ արդարության համար։ Սերիալը շարունակում է իր լարված ընթացքը, ամեն նոր սերիայով ավելացնելով սթրեսի ու հուզական կուտակման աստիճանը։ Դիանան դեռ դուրս չի եկել խաղից, նրա հղիությունն ու մենակությունը խառնել են պլանները։ Նա դեռ շատ բան ունի անելու և հարցը միայն այն չէ, արդյոք նա կվնասի ուրիշին, այլ արդյոք նա կփրկի ինքն իրեն։ «Ծովաչքերի պատճառով» սերիալը մեզ նախապատրաստում է հզոր, բարդ ու անսպասելի ավարտի։ Ամեն կերպար կանգնած է իր ճակատագրի ամենակարևոր որոշման առաջ, իսկ հեռուստադիտողը ամեն պահի շունչը պահած սպասում է ինչ է լինելու հետո։ Իսկ մինչ կբացահայտվեն այդ հետաքրքիր ու ինտրիգային գաղտնիքները, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն նշենք, որ վերջին ամենալարված սերիաները դեռ առջևում են, այնպես որ բաց չթողնեք տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Գրեք նաև, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանել այս սերիալում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելին իմանալ։ Նշենք, որ շատ շուտով հայտնի կդառնա Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալի նախապատրաստական աշխատանքների մասին, և մենք առաջինը ձեզ կտեղեկացնենք նկարահանվող դերասանների և իհարկե սցենարի մասին։ Իսկ մինչ այդ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում հետաքրքիր իրադարձությունների պակաս հաստատ չկա։ Արամը վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ու առաջին անգամ սիրահարվել։ Նա անտարբեր չէ Ռեբեկայի հանդեպ, բայց արդյոք Ռեբեկան ժամանակի ընթացքում կկարողանա պատասխանել նրա սիրուն։ Սցենարիստը Ռեբեկային մենակ չի թողնի և ցույց կտա, որ իրական սերը կարող է հաղթել յուրաքանչյուր դժվարություն։ Այս դեպքում նա Ռեբեկայի համար Արամին է ընտրել որպես զույգ։ Իսկ թե ինչպես կզարգանա այս զույգի սիրո պատմությունը և ինչպես Վահեի մահից հետո Ռեբեկան իր մոտ կթողնի Արամին, ցույց կտա ժամանակը։ Արամը հումորով կենսախինդ կերպար է այս հեռուստասերիալում։ Ինչպես նշում են հեռուստադիտողները, Արամի մուտք գործելով հեռուստասերիալ, համ ու հոտ է ավելացել։
Նրա հումորները գրավում են հեռուստադիտողներին և նրանք անհամբեր սպասում են նրա կերպարին։ Սարոյանի մոտ ծանր իրավիճակ է, նա ունի առողջական խնդիրներ, որը թաքցնում է ընտանիքից։ Բնականաբար, նա հասկանում է, որ իր բոլոր որոշումները չէ, որ ճիշտ են, և այժմ նրա ընտանիքը կանգնած է ծանր ընտրության առաջ։ Նույնիսկ Էլկան նրան մեղադրեց, որ թողնում է ու հեռանում գործնական կամ գումարային հարցերով, չհասկանալով էլ, որ պապն ունի այդ բուժման կարիքը և շատ շուտով հնարավոր է, որ առողջական ծանր խնդիրներ առաջ գան։ Արդյոք Սարոյանը հեռուստասերիալի վերջին սերիաներում կլինի, թե կմահանա, կիմանաք շատ շուտով։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, դեռ այդքան հեշտ Սարգիսը չի երևալու, իսկ դա նշանակում է, որ Արմանին դեռ մեղադրելու են։ Չնայած, որ բոլոր ապացույցները կա, որ Արմանը որևէ մեղք չունի և անգամ հյուրանոցում չի հայտնվել Արմանը, նույնիսկ գոռը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, բայց չգիտես ինչու ոչ ոք այդ ամենը հաշվի չի առնում։ Դե ինչ, մնացեք միասին բացահայտելու ամենահետաքրքիր գաղտնիքները։